Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Սամվել Շահարամանյանին զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում ցանկացած գործընթաց կոտրելու են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Ժողովուրդը հայտնում է, որ վեհապարը վստահեցրել է Փաշինյանի աղմուկին չպետք է ընթացք տալ եւ այն շուտով կմարի։ Հրապարակի տեղեկություններով Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն է աշխատել գոյություն չունեցած սպրում։ Ժողովուրդը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները շարունակվելու են։ Հրապարակը գրում է. Փաշինյանն ազգային ժողովի միջանցքում նկատելով հանրային հեռուստաընկերության օպերատորին ու տեխնիկին ասել է՝ «Արի հարց տուր պատասխանեմ»։ Շփոթահար աշխատակիցն ասել է՝ ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։ Ժողովուրդը նշում է, որ Հայաստանում սպառողական գներն աճել են։ Հրապարակը գրում է. Դատավոր Մասիս Մելքոնյանը նեղացած է իշխանություններից։ Ժողովուրդն էլ գրում է, որ Արմեն Փամբոչյանի հայտարարում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ես հասկանալ, որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։